Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն ամբողջությամբ ավերվել է եւ այլևս գոյություն չունի։ Ուկրաինական կողմի պնդմամբ կամուրջը ռուսական բանակի ռազմալոգիստիկ կարևորագույն զարկերակներից մեկն էր։ Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքով Ղրիմի տնտեսական մեկուսացման գործընթացը նոր չէ, սակայն վերջին շրջանում Ուկրաինան զգալիորեն ուժեղացրել է հարվածների ինտենսիվությունը։ Իրականում այս խնդիրը նոր չէ, ուղղակի մի քիչ ավելի ուժեղացրել է տեմպերը, Ուկրաինան ուժեղացրել է տեմպերը, Ղրիմը տնտեսական կոլապսի ենթարկելու ուղղությամբ։ Նախկինում էլ հարվածներ եղել են Ղրիմը Ռուսաստանին կապող կամուրջի վրա կամ ծովային ճանապարհով այսպես նավերի վրա, Ղրիմ գնացող նավերի վրա, բայց վերջին ժամանակներս ուղղակի այն ժամանակ տեմպերը այդքան մեծ չէին, իսկ վերջին ժամանակներս ուղղակի շատ լուրջ, այսպես ասեմ, ծավալներով, ուղղակի ամենժամյա ռեժիմով հարվածներ են հասցվում Ղրիմը սնուցող աորտային զարկերակին։ Քաղաքագետը նշում է, որ ուկրաինական հարվածների հետևանքով Ղրիմը հայտնվել է ծանր տնտեսական իրավիճակում։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ Ղրիմի թերակղզին ուղղակի տնտեսական առումով կոլապսի եզրին է հայտնվել։ Այն նավերը, որոնք որ Ռուսաստանից ծովային ճանապարհով էին ապրանքներ տանում Ղրիմ, հարձակման են ենթարկվում մշտապես Ուկրաինայի կողմից, իսկ ցամաքային ճանապարհով էլ հայտնի Ղրիմի կամուրջն է մշտապես ուկրաինական հարվածների թիրախում հայտնվել։ Վարդանյանի գնահատմամբ Ղրիմը փաստացի մեկուսացել է արտաքին աշխարհից, հաշվի առնելով նաև 3 հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջի ոչնչացումը։ Կամուրջը կա նաև այնտեղ ցամաքային ճանապարհ, այդ ցամաքային ճանապարհներին են հարվածվում, մի խոսքով Ղրիմը մեկուսացվել է արտաքին աշխարհից, կարելի ասել։ Քաղաքագետի խոսքով ստեղծված իրավիճակը ռազմաճակատում փոփոխությունների չի հանգեցնի։ Ռազմադաշտում դա իրավիճակ չի փոխի ռազմադաշտում, բայց տնտեսական առումով Ռուսաստանին եւ Ղրիմի բնակչությանը լուրջ խնդիրներ կհասցնի։ Խոսելով պատերազմի հնարավոր ավարտի մասին, քաղաքագետը նշում է, որ այս պահին դրա նախադրյալները չեն երևում։ Դրանց չի պատերազմի վերջը, թունելի վերջը լույս չի նշվում, որովհետեւ երկու կողմերն էլ չեն պատրաստվում զիջումների դրել։ Ռուսաստանը ուզում է, որ պատերազմը դադարեցնելու, հրադադար սահմանելու համար Ուկրաինան հրաժարվի Դոնբասից, հանի իր զորքերը Դոնբասից, ինչպես Զելենսկին հայտարարում է, որ երբեք չի գնա այդ քայլին եւ ստեղծվել է մի իրավիճակ, որ կողմերը այնպիսի մոտեցումներ ունեն, այնպիսի դիրքորոշում ունեն հրադադարի հետ հաստատման հետ կապված, որ տեսանելի ապագայում որևէ այսպես նշмарում չկա, որ կարող է պատերազմը դադարեցվել։ Վարդանյանը նաև ընդգծում է, որ կողմերից ոչ մեկը դեռևս վճռորոշ առավելություն չունի, իսկ երբ նրանցից մեկը ակնհայտ գերազանցություն կստանա մյուսի նկատմամբ, միայն այդ ժամանակ ստիպված կլինեն գնալ հրադադարի։ Սակայն քաղաքագետի կարծիքով կողմերը կատաղի պատերազմ են մղում միմյանց դեմ եւ որևէ մեկը ակնհայտ գերազանցություն, գերակշռություն մյուսի նկատմամբ չի ստանում։ Մերի Հակոբյան, Օրագիր Նյուզ։